Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 եւ հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի անկախ պատգամավոր Միասնական ազգային սահմանադրական կուսակցության վարչության փոխնախագահ Հակոբ Ասլանյանին։ Բարև ձեզ, պարոն Ասլանյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ։ Մենք ձեզ չենք մոռացել, այնպես որ մեր հերթական հանդիպումն է եւ ասեմ, որ այսօր համացանցով նորից հայությանը ողջունում էր Նիկոլ Փաշինյանը իր սրտիկներով։ Բարի լույս, բոլորից սիրում եմ, այս անգամ արդեն հեղափոխական այդ դուխով գլխարկով։ Պարոն Ասլանյան, այն ինչ որ տեղի ունենում մեր իրականության մեջ, քաղաքագետները, փորձագետները տալիս են իրենց վերլուծությունները, բայց ելնելով նրանից, որ դուք պատմաբան եք, երկար տարիներ մանկավարժությամբ զբաղվել եք եւ ներկայումս էլ զբաղվում եք, Նիկոլ Փաշինյանը կրթությունից շատ է խոսում եւ ամենտեղ փորձում է փոխկապակցություն գտնել, որ կրթությունը կարեւոր է, կրթություն չունենալու պատճառով է այս իրավիճակը։ Այս մեր հոգեբանական վիճակը, այս մեր թեր կրթությունը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, իրոք կրթական համակարգի մասին է եւ այսպես չոր կրթական համակարգ առանց խորանալու արմատների մեջ։ Շնորհակալություն հարցի համար, սկսենք նրանից, որ ես ասեմ, ցավալի է, որ այսօրվա դրությամբ մեր ժողովուրդը կարծես դադարել է, չնայած առաջ էլ աչքի չի ընկել, անալիտիկ մտածողությամբ հարցերը լուծելու։ Ես մի օրինակ բերեմ, որպես այսպես, պատկերացրեք բժիշկը, եթե ճիշտ ախտորոշում չտրվի հիվանդությանը, որևէ մեկը կարող է ասել, որ այդ բժիշկը կարող է ճիշտ բուժել։ Ուրեմն ամեն ինչ պետք է սկսվի ինչից, ճիշտ ախտորոշումից։ Շատ կներեք, ես այո ճիշտ նշեցիք այսօրվա դրությամբ իմ պրակտիկան շուրջ 40 տարի, ավելի քան 35 տարի ես դասավանդել եմ, այսինքն պատկերացրեք քանի սերունդ է անցել։ Եթե այսօր իրենք ասում են, որ լավ է, ենթադրենք, դնենք իրար կողք, ապա եթե լավ է, ինչու այսօր կրթությունը հետընթաց է ապրում։ Եթե իրենք ասում են, որ այսօրվա կրթությունը շատ ավելին է, ինչու այսօր դպրոցում եւ ընդհանրապես հասարակության մեջ սովորելու նկատմամբ անտարբերությունը քիչ է։ Կներեք, ես հիմա նորից վերադարձել եմ, քանի որ ինձ հնարավորություն տվեցին ազատ ժամանակ ունենալ, կներեք։ Դուք մեր հաղորդման ժամանակ ասացիք անցած անգամ, որ նույնիսկ ուրախ եք, որ քաղաքացիական պայմանագիրը ձեզ հեռացրել է իր Այո, ես անցյալ անգամ այդպիսի բան ասել ու ես միշտ եմ ասում, վերջին 1 տարին ինչ ես ԿՊ-ում չեմ, հենց սկզբից ես ասացի, որ ես շնորհակալ եմ իրենց, որ իրենք ինձ վերադարձրեցին ինձ։ Ես այս 1 տարվա ընթացքում ձեռք եմ բերել մի կարևոր բան, դա ինքս իմ հետ հաշտ լինելն է, որը չկար, երբ ես այնտեղ էի։ Ինքը ամեն մարդ չէ, որ կարող է մտածել, որ ինչպես պետք է ինքը ապրի։ Ես գտնում եմ, որ մարդու ապրելու իսկական նպատակը ինքը իր հետ հաշտ ապրելն է։ Եթե մարդը ինքը իր հետ հաշտ չէ, մարդը ստի կեղծիքի հետևից է գնում կամ ստիպում են, որ գնա, ապա մարդը կորցնում է իր դեմքը։ Հիմա վերադառնանք դրան։ Այսօր ես դասավանդում եմ եւ ցավով եմ ասում, որ կրթությունը միայն դպրոց սարքել չէ։ Կրթությունը միայն ուսուցչին բարձր աշխատավարձ տալ չէ։ Կրթությունը մի ամբողջ արվեստ է, գործառույթ է կրթությունը, եթե դու ուզում ես ճիշտ կրթություն ունենալ, նախ պետք է հասկանաս, թե հասարակությունը ինչպես է վերաբերվում այդ կրթությանը եւ ինչ է քեզ պետք, որպեսզի
լինի այն կրթությունը, որը անհրաժեշտ է ոչ թե քեզ իշխանություն, այլ հասարակությանը, պետությանն ու հայրենիքին։ Քանի որ կրթության մասին ենք խոսում, նորից կանրադառնանք, հիմա հարցս նաև հետևյալն է. եթե ներկայիս իշխանությունների քարոզչությանը ենթարկվում ենք, ինքս էլ եմ խորհրդային տարիներ սովետական միություն ավելի շուտ, այսպես կրթություն եւ այլն, եւ իմ միջավայրը, ում ես ճանաչում եմ, իմ հասակակիցները համոզված են, որ մեր այդ տարիների կրթությունը եթե չլիներ, գուցե անկախությունից հետո այն ինչ որ այսօր Նիկոլ Փաշինյանին տրվեց, դա էլ չունենայինք, պարոն Ասլանյան, որտեղ այն ժամանակվա մոտեցումը կրթության հանդեպ, ինչպես դուք եք ասում, հիմա հետաքրքրություն չկա, իսկ ինչու հետաքրքրություն չկա։ Նիկոլ Փաշինյանն ասում է լավ սովորիր, որ լավ աշխատանք ունենաս։ Չէ, ասում ես նույնիսկ այդ դպրոցը որտեղ անցել եմ դասավանդելու, տնօրենին ասացի ինչու եք այս դևիսը բերել կպցրել լավ սովորի, որ լավ ապրես։ Լավ ապրես։ Դե նկատի ունեմ աշխատանք ունենաս, որ ապրես։ Չէ, լավ ապրես։ Տեսեք, լավ ապրելու մեջ եկեք հասկանանք։ Որն է լավ ապրելը։ Ինչ է նշանակում, այո, նախ լավ ապրել, ինչ ձևերով ապրել, ինչի հաշվին ապրել, ում հաշվին ապրել եւ որտեղ ապրել։ Այսօր ամենակարևորը։ Իհարկե, եւ որտեղ ապրել։ Ում հետ ապրել։ Շարունակենք այս ամբողջը խոսույթը։ Եվ տնօրենը ինչ է պատասխանել ձեզ։ Ասվեց, որ բոլոր դպրոցներում էլ այդ դրված է։ Այսինքն, տեսեք, երբ որ կարգախոսներ են դառնում, որը մեզ պարտադրում են։ Երբ որ կարգախոս էր, որ դպրոցի պատերին կպված էր, որ գիտությունը ուժ է, կամ դեռևս եկած ճանաչիր զիմաստություն եւ սխրատ, ճանաչել զիմաստություն եւ սխրատ, իմանալ զբանս հանճարոյ, չէ, դա այնպիսի մոտիվացիա էր տալիս, որ ասելու չէ, շատ կներեք, այսօր հսկայական քանակության մարդիկ կան, որ շատ լավ սովորել են, բայց լավ չեն ապրում։ Ես ժամանակին մի այսպիսի օրինակ էի բերում, ասում էի տեսեք, Եվրոպայում, Ամերիկայում մի նախադասություն կա, ասում են, չեն ասում լավ սովորած, ասում են, եթե խելացի ես, ինչու ես աղքատ։ Ես ասում էի, դա պետք է փոխել եւ Հայաստանում պետք է ասել, եթե աղքատ ես, հաստատ խելացի ես։ Որովհետև խելացի լինել նախ եւ առաջ նշանակում է ունենալ արժեհամակարգ։ Եթե դու ունես արժեհամակարգ, դու ուրեմն ամեն սկզբունքներ չես գնա։ Դու չես ապրի հենց այնպես։ Դու կապրես քո արժեհամակարգով։ Եվ եթե քեզանից դուրս կա ուրիշ արժեհամակարգ, դու հակասության մեջ կընկնես այդ համակարգի հետ եւ այդ հակասությունը կբերի քո կործանմանը եւ այդ առումով ես սիրել եմ կրկնել նաեւ մեկ ուրիշ միտք, որ իմ միտքն է, ես դեռ այդ ժամանակ էլ հիմա էլ ասում եմ, որ անբարոյական հասարակարգում բարոյական նորմերով ապրելը դա անբարոյականություն է սեփական անձի նկատմամբ։ Այսինքն մարդուն ստիպում են, որ ինքը սեփական անձի նկատմամբ անբարոյականություն դրսևորի։ Հիմա նորից անդրադառնանք այդ կրթությանը։ Այսօր կրթությունը գրեթե զերոյացվում է։ Թող ինձ ներեն բոլոր այն մարդիկ, ովքեր կրթական համակարգում այսօր կան, այդ թվում նաև ես եմ, եւ ես տեսնում եմ, թե ինչպիսի հոգեբանություն է տիրում երեխաների մեջ, որոնք կարծես ուղղակի դպրոց են գալիս, հանկարծ մեկի մտքով չանցնի, որ դա մենակ իմ մոտեցումն է, կներեք, ես ուզում եմ հարց տալ, եթե դուք ուզում եք լավ կրթություն, կրթության նախարար, 4-5 տարի, 6 տարի ավել ժամանակաշրջան նախ փոխնախարար ես եղել, Տիկին Անդրեասյան, իրեն եմ դիմում, եւ հետո նախարար։ Քանի անգամ ես գնացել որևէ դպրոց, ինքդ դասը լսելու,
դասը տեսնելու եւ եզրակացություններ հանելու կամ նույն կրթության հանձնաժողովի նախագահան ես մի օրինակ բերեմ Ես շատ ներողություն պարոն Ասլանյան, ինչ կտեսներ, եթե գնար դասալսման, ինչ կտեսներ, ինչ իր համար կամրագրեր։ Ինքը կամ եթե գնար տեսներ երկու տարբերակ կար։ Ես այդպես եմ մտածում։ Կամ նույն րոպեին դուրս կգար հրաժարական կտար, որ ինքը ոլորտին չի տիրապետում, խնդիրներին չի տիրապետում, կամ էլ բոլորովին նոր կադրեր կհավաքեր, որոնք կհասկանային, թե ինչ բան է կրթությունը։ Երբ որ ես խմբակցությունում էի, ամեն խոսակցության ժամանակ այսպիսի միտք եմ ասել, գիտեք, ասել եմ, դուք խոսում եք միայն կրթությունից, մոռանում եք, որ պետք է ասել դաստիարակություն եւ կրթություն։ Դուք դաստիարակություն չեք տալիս, դուք ուղղակիորեն կրթություն եք տալիս, իսկ կրթությունը առանց դաստիարակության ոչինչ է։ Ու գիտեք, օրինակի համար ես այսօր երբեմն բնական է, որ հասարակագիտության դաս ունեմ եւ այլն, ես ասել եմ, որ տեսեք, ասեք, Ճապոնիայում մինչև 4-րդ դասարան ոչ մի գիտելիք չեն տալիս երեխուն, բացի նրան մարդ սարքելուց, մարդ պատրաստելուց։ Երեխան 4 տարի շարունակ գալիս է դպրոց հասկանալու համար, թե ինքը ով է, ինչպես պետք է փոխհարաբերություններ հաստատի ընկերների հետ, ինչպես իրեն պետք է պահի հասարակության մեջ, ինչ պետք է անի ինքը դասարանում։ Եվ մի օրինակ բերեցի, որ ճապոնական դպրոցներում դասամիջոցին ավելի լուր է, քան դասարանում, իսկ այստեղ դասամիջոցին դասի զանգը չի լսվում։ Հիմա ինձ ասում են երեխեքն ասին, պարոն Ասլան, ոնց է որ լուր է, ինչ են անում այդ ժամանակ, ասի նրանք նստում եւ մեդիտացիա են անում։ Ուղղակի այդ 5 րոպեն, որ տրվում է նրանց դասամիջոցի, նրանք նստում են եւ անջատվում են նախորդ դասից իրենց հոգեբանորեն եւ մտքով պատրաստում են նոր դասին, որպեսզի նոր դասին, եթե այդ երկրում ուսուցչին փողոցում տեսնելուց խոնհարվում են եւ բարևում են, մեր երկրում ուսուցչին փողոցից տեսնելուց մի հատ էլ արհամարական բաներ են խոսում։ Դուք ուսուցչի հարգը չեք բարձրացնում։ Ինչի մասին է խոսքը։ Ճապոնական դեպարտամենտի ղեկավարին մի անգամ հարցնում են, թե ձեր մոտ կրթությունը ինչու է այսքան բարձր։ Համաշխարհային մակարդակով ասում են, որովհետև տեսեք մի արգումենտ չի ասում։ Նա որտեղ ասում են նա մենք ուսուցչին տալիս ենք նախարարի աշխատավարձ, տալիս ենք ազգային ժողովի падգամավորի ստատուս եւ կայսեր հարգանք։ Եթե դրանցից որևէ մեկը չլինի, արդեն նրանք չեն համարի ճիշտ։ Այսինքն տեսեք, մի որևէ քայլի մեջ ամենակիչը 3 ատրիբուտ կա։ Միայն աշխատավարձ տալով ոչինչ չես անի, միայն ստատուս տալով ոչինչ չես անի եւ միայն հարգանք տալով ոչինչ չես անի։ Իսկ մեզ մոտ ինչպես է եղել տարիներ շարունակ ընտրություններից ընտրություն, դպրոցներ, ուսուցիչներ, քաղաքականություն։ Ընտրություններից ընտրություն, ամբողջ ուսուցչական կազմը ստիպված լցվել է այդ ընտրությունները կեղծելու մեխանիզմին եւ դրանով իսկ ինքը իր աչքին բարոյազրկվել է, դրա համար էլ ինքը նույնիսկ իրեն չի հարգել, իրեն հարգող ուսուցիչները սովորաբար պատժվել են այդ ժամանակ, երբ որ փորձել են չանել, երբ որ բոլորին հրաման են տվել, պետք է գաս նախագահի հետ հանդիպման, պետք է գաս նախագահի հետ այս հանդիպմանը, միայն ինքը չպետք է գնար հետը, պետք է տաներ նաև։ Գաս նշանակում է քո դասարանով, քո ամեն ինչով, այսինքն եւ բա ինչ եք ուզում, եւ աշակերտի հոգեբանությունն է փչացել, եւ ամեն ինչ։ Հետո այսօրվա կրթության մեջ մի կարևոր բան է բաց թողնվում, գիտեք դա որն է, որ ասենք հաշվի չեն առնում, որ այսօրվա 5, 6, 7, 8-րդ դասարանի, 9 նույնիսկ դասարանի երեխեքի ծնողները
Դրանք 90-ական թվականների մութ ու խոնավ ժամանակաշրջանի երեխեքն էին, որոնք ոչ կրթություն ստացան, ոչ դաստիարակություն, երբ որ ընդամենը օբյեկտիվ պայմաններից ելնելով Հայրերը գնացին արտագնա աշխատանքներին, ծառայությունը մնաց մայրերի վրա, դա էլ մեծ ընդամենը քանի որ իրավիճակն այդպես էր, վառարանի կողքին 10 րոպեանոց դասեր էին անում, ուսուցիչները ուրախանում էին, ես ասում էին չեք ուրախանում, այս ցանածի արդյունքները 15-20 տարի հետո կտեսնեք, թե դուք ինչ սերունդ կունենաք։ Եթե հասարակության մեջ մտավորականը չի կարողանում ասել, թե ինչ կլինի 15-20 տարի հետո, ուրեմն ինքը մտավորական չէ։ Ես ուզում եմ ասել, ես իսկապես մտավորական եմ։ Եվ մի օրինակ բերեմ նաև ուսանող ժամանակ, 80-ական թվականներին։ Ֆրունզիկ Պողոսյանն էինք, երջանկայի շատակ, ինչպես ասում են, հողը թեթև լինի, մահացել է բնական է։ 80-ական թվականներն էր, մի անգամ ես ասացի, ընկեր Պողոսյան, դե կոմունիստների ժամանակն էր։ Ընկերով ենք դիմում, այո։ Ընկեր Պողոսյան, դուք հասկանում եք ինչ եք անում։ Դուք հասկանում եք, թե դուք ինչ ուսանողություն եք պատրաստում։ Ինչ է լինելու մեզ հետ 20-30 տարի հետո։ Ասեց ինչ է լինելու։ Ինչ անենք։ Ու աննով դիմեց Հակոբ ասեց, ինչ անենք։ Ինչքան էլ փորձում ենք լավը, չի ստացվում, ասի համաձայն չեմ ձեզ հետ։ Դուք չեք փորձում լավը ընտրել։ Ասեց ինչու, ասի որովհետև այսպես։ Ովքեր են ընդունվում։ Այսօր ընդունվում են նրանք, ովքեր շատ փող են տալիս։ Մարդուն ինչ է պետք, շատ գումար է պետք։ Շատ գումարով է տալիս, շատ անգրագետ է։ Ինչքան մարդը անգրագետ է, այնքան շատ է տալիս, ինչքան շատ է տալիս, այնքան վերցնում եք եւ ընդունում եք ամենաանգրագետներին։ Հասկանալի է։ Ես անուններ չեմ ուզում տամ, բայց ես կուրսեցի ունեի, որ երրորդ կուրսում երջանկայի շատակ Զավեն Տիգրանյանը, Զավեն Գրիգորյան, զոր անձնավորություն է, այնքան կներեք, անմիտ էր պատասխանները, որ այդ մարդը գժվել էր, շուռ եկավ ասեց, տղա ջան, չեմ հասկանում, դու ոնց ես եկել հասել այստեղ, այսինքն երրորդ կուրս, գիտեք ինչ պատասխանեց, ասեց Թիֆլիսից եք եկել։ Մենք զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ես զարմանում եմ, որ ձեր հյուրը նման արժե համակարգով նա կարողացել է դիմանալ այսքան տարի այդ խմբակցության մեջ։ Ուղղակի զարմանում եմ։ Շնորհակալ ենք զանգի համար։ Պարոն Ասլանյան, դուրս գան կարճատև գովազդային դադարի, որից հետո կպատասխանենք եւ հեռուստադիտողի հարցին եւ կամփոփենք կրթական համակարգը, կանցնենք թե այդ կրթությունից ելնելով կամ այս ներկա իրավիճակում ինչներ քաղաքական զարգացումներ են տեղի ունենում։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։
Ջակփաթի Գլենդելի հասցեն է 11:35 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252, Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է ազգային ժողովի անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Պարոն Ասլանյան, եթե այս կրթության հետ կապված ամփոփենք եւ մեր հեռուստադիտողի զանգին, դուք պատասխանեք, այսպեսի մի հարց ունեմ ձեզ։ Ամեն դեպքում այն ինչ հիմա կատարվում է, անձնապես, անհատապես ազգային ժողովում մարդկանց անուններով դիմելով եւ այլն, դուք չեք մտածում, որ դուք ասում եք ես ուրախ եմ, որ ինձ այդ կապանքներից ազատեց քաղաքացիական պայմանագիրը, դա ձեր համար, դա դուք վերադարձել եք ինքներդ ձեզ, իսկ երբևիցե չեք մտածել, որ հենց ձեր բացակայությունը գուցե արդեն նրանց վրա ազդեց, չէ՞ որ ձեր տարիքը, ձեր գիտելիքները, չեք մտածում, որ մարդ մնալով դուք ձեր մարտեսակը փրկեցիք, այսպես ասած, բայց ներսում գուցե ձեր ներկայությունը պետք էր որ լիներ։ Շնորհակալություն, այո, դուք ճիշտ եք, բայց գիտեք ինչ կա, այո, եւ պարոն Աղազարյանին եւ ինձ մոտավորապես համարել են ներքին ընդդիմություն, որովհետեւ երևի մենք երկուսով ենք ամենահաճախը եղել, որ ներսում ինչ-որ ձևով համաձայնության չենք եղել, ճիշտ է, հետո ըստ քվեարկության իրենք տարել են իրենց գիծը, բայց իրենք զգացել են, որ մենք դեմ ենք, հասկանում եք, հիմա քաղաքացու այդ բանին, այո, ես այդ համարժե համակարգը ունեմ, շնորհակալ եմ, որ ասենք, տիկինը դա ընկալել է, բայց այո, ես ներսում եղել եմ եւ փորձել եմ ոչ միայն ինչ որ ձևով զսպել, այլև ինչ որ ձևով կարողանալ այնպես անել, որ չգնա Նիկոլ Փաշինյանը եւ խումբը չգնա ավտորիտարիզմին, չավարտվեն իրենք, կներեք, մեկ տարի է մենք ներսում չենք։ Եվ դուք ծնծաղիկներն էիք, այդ ավտոտարիզմի ծնծաղիկներն էիք, ընդվզեցիք, ձեր հանդեպ եղավ այդ վերաբերմունք հաճելի բռնությունը։ Տեսեք, հասարակ մի բան, խոսում են… Բայց ձեզ միջև վերջը վերացրեցի, պարոն Ասլանյան, ինչու։ Խոսում են դեմոկրատիայից, չէ, նույն այս ընդդիմությունը, խոսում է դեմոկրատիայից եւ այլն, բայց չգիտես ինչու իրեն ձեռք չի տալիս ընդամենը մեկ նախադասություն, որ ասել ԿՊ, դուք խոսում եք դեմոկրատիայից, այդ դեպքում բացատրեք, թե դեմոկրատական որ օրենքով էր, որ պարոն Ասլանյանը, որը չէր համաձայնել Նիկոլ Փաշինյանի մտքի հետ, դուք անմիջապես բռնեցիք եւ դուրս շպրտեցիք ԿՊ-ից։ Եկ ասեն Հակոբ Ասլանյանը թող մի հատ էլ ուրախ լինի, որ քրեական գործեր չեն հարուցվում։ Չեն կարող այդպես ասել, որտեղ Հակոբ Ասլանյանը այնքան մաքուր կենսագրություն ունի, որ Հակոբ Ասլանյանի վրա Հովիկ Աղազարյանի կենսագրությունը ինչ որտեղ գիտեք ինչ կա,
Հովիկ Աղազարյանի կենսագրությունն էլ է մաքուր, բայց նրան ինչ որ մի բան կարողացան կարճել, բայց ինձ չեն կարող։ Ես ամբողջ կյանքում ապրել եմ արժե համակարգով։ Դրա վառ ապացույցը նաև այն է, հիմա ձեզ մի բան կասեմ կպատկերացնեք, դպրոցը այդքան բարձր լավ ավարտելուց հետո, իսկ ես Խաչատուր Աբովյան եմ սովորել, այստեղ ձեր կողքը, ես 10 տարի դրսում եմ մնացել։ Դուք չեք, այո, դուք պատմել եք այդ պատմությունը։ Ես 10 տարի, ինչու, որովհետև չեմ ցանկացել փող տալ, փողով ընդունվել։ Ու եթե ճիշտ ասելու լինենք, երևի ամբողջ կուրսում այն միակը կամ հատուկենտներից էի, որ կաշառքով չէր ընդունվել։ Հասկանում եք, թող իմ կուրսեցիները չվիրավորվեն, բայց այնտեղ շատ շատերը ուրիշ ճանապարհով էին ընդունվել։ Ես 10 տարի չէի տվել։ Պատկերացրեք, որ լրիվ ուրիշ կներ, ես հետո գերազանցիկությամբ եմ ավարտել եւ այլն, բայց 10 տարի դրսում եմ եղել, ու ես մի նախադասություն եմ ասել, գիտեք, ասել եմ, ես փող չեմ տա, որպեսզի հետո նաև փող վերցնեմ, որովհետև ով փող է տալիս, որ ընդունվի, հետո ինքը փողը պետք է հետ բերի, հետո այդպես օդից ընկած չէր այդ փողը, հասկանալի է։ Հիմա ամփոփենք մեկ կրթական համակարգը, սխալուղիով են գնում, նախարարը միանշանակ կրթական համակարգին լուրջ բարեփոխումներ են պետք, լուրջ, բոլորովին նոր ծրագրեր պետք է մշակվի առաջինից 4-րդ դասարանների համար, նոր ծրագիր պետք է մշակվի 5-ից մինչև 9-րդ դասարանների համար եւ լրիվ նոր ծրագիր պետք է մշակվի արդեն բարձր բաների համար, իսկ առավել եւս նոր ծրագիր պետք է մշակվի բարձրագույն կրթության համար։ Ես այդ բոլորի մասին խոսել եմ տիկին նախարարի հետ, օրինակ ասել եմ ինչու եք, ասենք բակալավրը մինչև հիմա թողնում 4 տարվա համար, գուցե մարդ կա, որ այդ բակալավրի ամբողջ արժեքը, գումարը մասը կարող է 2 տարում պրծնել, մարդ էլ կա, որ 6 տարում կարող է, ինչու արագորեն ծրագիր չեք մշակում, որ մարդը, ասենք, 6 տարում ավարտի, բայց լավ ավարտի, մասնագետ դուրս գա, ինքը գուցե ուզում է աշխատել, աշխատելի հետ, ասենք, քիչ ծանրաբեռնվածությամբ սովորի եւ բակալավր դառնա, 2 տարին, մեկը 2 տարում ավարտի, մեկը 6 տարում ավարտի, կամ 8 տարում, տարբեր ծրագրեր դրեք, եւ դասախոսներին էլ այդ ծրագրերով պատրաստեք, ինչու չեք մտցնում նպատակային եւ կրեդիտային ուսուցումը։ Գուցե հիմա արդեն վերանորոգված այդ շքեղ դպրոցներում այդ կրթությունը կլինի, պարոն Ասլանյան։ Չի լինելու։ Ինչու։ Որովհետեւ միայն դպրոց են կառուցում, են էլ չգիտես ինչ պետք է այստեղ հաշվի առնել, երեխա կա, որ նույնիսկ կոշիկ չունի, որ հաճախի դպրոց։ Դե ես ձեզ ասում եմ, օրինակի համար հիմա գուցե սխալ բան անեն, բայց ես կողմ եմ դիֆերենցված կրթության։ Արդյոք դա չի արդեն ինչ որտեղ շերտավորում։ Կներեք, ամբողջ աշխարհում այդ դիֆերենցումը կա մեզ մոտ, ինչու Եվրոպան մեզ ստիպում է, որ ներառական այդ ներառականը մտցնողները Սորոսներից, մյուսներից այնքան գումարներ ստացան, որ դա ներդնեն։ Դեմ եք։ Ես դեմ եմ։ Գիտեք ինչ ես դասավանդել եմ։ Ում համար է դա ավելի վատ, նրան ով հասարակության համար է վատ։ Երկու կողմերի։ Իհարկե, հասարակության համար է վատ։ Ամբողջ հասարակությունը դեֆորմացվում է։ Գիտեք ինչու։ Պատկերացրեք սենց, երեխան շատ ունակ է։ Ուսուցիչը մի բան բացատրում է։ Երեխան հասկացավ, բայց այն մյուս երեխուն պետք է 5 անգամ բացատրես։ Այն, ով որ հասկացել է, արդեն ինքը ձանձրանում է։ Նրա համար կրթությունն արդեն դառնում է ձանձրալի։ Այդ դեպքում ինչպես այդ երեխային սովորեցնել, որ նման երեխան իրեն հավասար մարդ է, այսպես տեսեք ճապոնական օրինակներ դերում, բայց այստեղ հակադրվում եք։ Ուրեմն տարբերակ կա։ Եթե մենք այնտեղից սկսենք, գուցե այստեղ հաջողանք։ Եթե այնտեղից չենք սկսում, միանգամից այստեղ ենք փոխում, հաջողություն չկա։ Մի խոսքով շատ անելիքներ ունենք, հիմա հարցը հսկայական քանակություն, ոչ թե շատ, անտանելի շատ անելիքներ ունենք, գիտեք չեք պատկերացնում, մենք մի առանձին հաղորդում կրթության համակարգի հետ ճակատագիրը միայն կրթությունից է կախված, կրթված բժիշկն է ճիշտ բուժում, կրթված զինվորն է ճիշտ
երկիրը պահում, կրթված վարորդն է ճիշտ վարում, կրթված շինարարն է ճիշտ կառուցում, կրթված եւ դաստիարակված մարդն է դառնում հասարակության իրական անդամ։ Կրթված մարդն է ընդունում եկեղեցու արժեքները եւ հասկանում նրա հոգեվոր բովանդակությունը։ Ինչպես Կրթված մարդն է հասկանում նաեւ եկեղեցու միանշանակ կրթված մի րոպե, այստեղ նաեւ ուրիշ տարբերակով կարելի ասել, կրթված մարդն է, որ իր տեղում է գտնվում եւ չի ընկնում ուրիշների ոտքերի տակ եւ հասարակությունը չի դառնում քաոս։ Հասկանում եք, եթե մարդը կրթված չէ ու դաստիարակված չէ, արժե համակարգ չունի, նրան ինչ գործ առաջարկես կգնա, օրինակի համար շատ կներեք, ինձ եղել են մարդիկ, թեկուզ դուրս գալուց առաջ, հետո մարդիկ են տարբեր իմ այս խոսույթներից ելնելով, ինձ հարց են տվել, ասել են կուզենաք վարչապետ լինել։ Ասել եմ ոչ, պարոն Ասլան, ասել եմ ես չեմ կարող վարչապետ լինել, որովհետև իմ առողջականը, իմ տարիքը, իմ մոտեցումները, իմ գիտելիքները չեն համապատասխանում, ես չեմ կարող 3 միլիոնի պատասխանատվություն վերցնել, որովհետև ես չեմ տեսնում իմ մեջ այն բոլոր խարիզմատիկ վիճակները, որ ես կարողանամ։ Ասել են ոնց, բա, ես ինչը ոնց է տեսել, ասում եմ, դա իր գործն է, ես չեմ կարող, ու եթերից անկեղծորեն ասում եմ, եթե այսօր, սերելի ֆեյքեր եւ այլն, եթե դուք փորձեք այս խոսքերի վրա դուրս տալ, գնացեք հայլու առաջ կանգնեք, ինքներդ դուրս տվեք ձեր համար։ Հիմա ես ամենայն լրջությամբ հայտարարում եմ, եթե այսօր առանց ընտրության ինձ առաջարկեն, ասեն հենց վաղը վարչապետ ես դառնում, եթե ես չհրաժարվեմ, ուրեմն աշխարհի ամոթանքը իմ գլխին։ Բայց ինչու կհրաժարվեք, եթե Նիկոլ Փաշինյանը կարողացավ բերել այստեղ խաղաղություն եւ պետբյուջեի քննարկմանը մասնակցել եք եւ ինչ հայտարարեց, որ առաջին անգամ խաղաղության պայմաններում պետական բյուջե ենք մենք քննարկում։ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն չի բերել։ Սահմանին զինվոր չի զոհվում։ Գիտեք ինչ կա, աշխարհի 99% պետություններում սահմանին չեն զոհվում։ Դա ոչ մի բան չի նշանակում։ Բայց ինչու չի կրակում Ադրբեջանը, չի կրակում, որտեղ իրեն ձեռք է տալիս, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Ընդամենը դա Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու համար, իսկ եթե չվերընտրվի, երևի ներքին համաձայնություն են ձեռք բերել, որ մինչև ընտրությունները որևէ նոր պահանջ, տեսնում եք, Ալիևը նույնիսկ սկսել է լռել մի քիչ, այնպիսի կրիտիկական բաներ չի ասում։ Բայց Զանգեզուրի միջանցքը շարունակում է շահարկել այսպես, որովհետև նա ցույց չի տա Նիկոլ Փաշինյանին մշտապես փորձում է հիշեցնել, որ իմացի ընտրվեցիր թե չէ, Զանգեզուրի միջանցքը տալու ես, եւ վերջացավ գնաց։ Չկա խաղաղության, գիտեք ինչ կա, եւ խաղաղություն են անում, ասում, հիշում եմ երկու կարևոր բան։ 38 թվական Անգլիայի պրեմիեր մինիստրը Չեմբերլենը իջավ Լոնդոն եւ այդ թուղթը ձեռքը բարձրացնելով ասեց ես Անգլիայի համար բերել եմ խաղաղություն։ Մեկ տարի հետո Անգլիան ներքաշվեց պատերազմի մեջ, երկարատև պատերազմի մեջ։ Այդ էր խաղաղությունը։ Չեմբերլենը դրանից հետո այնքան վատ զգաց, որ նա շատ կարճ ապրեց։ Դրանից հետո մահացավ։ Կարճ ժամանակ հետո Երկրորդ օրինակը բերեմ 20 թվական, երբ որ կնքվում էր Սևերը, որտեղ Ահարոնյանը ստորագրել էր այդ թղթի տակ, երբ ստորագրեց վերջացավ, Ահարոնյանը բարձրացնում է գրիչը եւ ասում է, ահա այն գրիչը, որը մեզ բերեց առաջիկա 100 տարվա խաղաղություն։ Եվ գիտեք, Դրանից հետո
ուրեմն նրանք այդ գրիչը վերցրած գավառ գնում էին եւ ժողովրդին ցույց էին տալիս այդ ոսկեզոծ գրիչը, որը խաղաղություն էր բերել, որը ընդամենը 47 օր տևեց։ Ես պատմաբան եմ, պատմության մասնագետ եմ եւ խոսում եմ փաստերով։ Այն խաղաղությունը, որը երկու կողմերի համար հստակ չէ, այդ դա խաղաղություն չէ։ Ինչու հստակ չէ, երկու կողմերն պաշտպանության նախարարության հետ կապված բյուջեի որոշակի կրճատումներ են անում, մենք մարտունակ բանակ այլևս չենք ունենալու ենք պաշտպանունակ բանակ, դուք ինքներդ մանկավարժ եք, արդյոք այս բառերի տեղափոխումը ինչ որտեղ մեծ գործ չի անելու իր համար։ Իհարկե, ես նորից եմ ասում։ Մենք ունենք մեր հայ տղաների այդ ընդ որում այդ դուխով կեպկա ասածը եւ տեսնում ես հեղափոխական մեր տղաների դուխը իրենց ներսում է եւ ոչ մի տղա, որը ունի այդ կոպիտ ասած այդ բառն եմ օգտագործում, ոչ եթերային է դառնում, դուխ ասածը, ոչ մի նման հատկանիշներով օժտված տղան ցույց չի տալիս դա։ Ինք ավելի արժանապատիվ, ավելի, բայց հիմա մենք էլ չենք ունենալու մարտունակ բանակ, սա ինչի մասին է խոսում, կոտրել։ Այո։ Թե իրոք այնքան վստահ է Նիկոլ Փաշինյանը, ումով է վստահ, որ կոտրել եւ ժողովրդին վախեցնել։ Իրականում այստեղ հարցը շատ ավելի խորն է, քիչ առաջ ես ասում եի, չէ, վերլուծական չկա։ Այս բոլորը ինչու համար է արվում։ Տեսեք, բանակի 1.5 տարին էլ է բավականին արդեն քննարկման, բայց մամաներին հարցրեք, մայրերը շատ ուրախ են։ Ինչու համար է սա արվում։ Արվում է միայն վերարտադրվելու համար։ Ուրիշ նպատակ չկա։ Միայն վերարտադրվելու եւ այդ հարցում որևէ մեկը չի կարող ուրիշ մոտեցում ունենալ։ Հիմա այս վերարտադրությունը ինչի հաշվին պետք է լինի։ Թթվասերի թանկացման, որ աղքատության հետ կապված խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Ինչի հաշվին պետք է լինի այդ վերարտադրությունը։ Գիտեք, շատ կարևոր բան կա։ Մի կարևոր միտք կար, հիմա մտքիցս թռավ։ Ես ուղղակի մեր ժամանակին եմ նայում, հարցերը շատ են, ուզում եմ, որ բոլորին էլ փորձենք անդրադառնալ։ Շատ կարևոր բան է ուզում ասել, վերարտադրության վերաբերյալ, քաղաքական դաշտի։ Այս բոլորը արվում է միայն նրա համար, որ քաղաքական դաշտում որևէ մի նոր ուժ չհայտնվի։ Այսօր Հայաստանում քաղաքական մոնոպոլիա է ստեղծվում։ Եթե արդեն չի ստեղծվել որոշակի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի եւ նրա ամբողջ խմբակի խոսույթը հետեւյալն է։ Տեսեք, եթե մենք չլինենք, կլինեն Սերժն ու Քոչարյանը։ Եվ չի լինի խաղաղություն։ Տեսեք ինչ են ասում։ Այսինքն ժողովրդին դնում են վատի եւ վատագույնի ընտրության առջև։ Նրանք թույլ չեն տալու, որ քաղաքական դաշտում նոր առողջ ուժեր հայտնվել։ Այն դեպքում, երբ որ այսօր հասարակության մոտ 60%-ը իրականում ոչ նրանց է ուզում, եւ ամեն ինչ անելու է Փաշինյանը, որպեսզի քաղաքական դաշտ նոր ուժեր չմտնեն։ Նոր ուժերի մտնելը դա իրենց կորուստ է։ Դրա համար ես իմ ամեն ելույթի ժամանակ ասում եմ, սիրելի ժողովուրդ, միակ տարբերակը առանց որևէ կանխական մոտեցման գալ ընտրության, որովհետև եթե այսօր տեսեք, ես թվեր էլ կարող եմ ասել, եթե ժողովուրդը քիչ տոկոսով եկավ, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է վերընտրվել, ասենք 700-800 հազարի դեպքում, իսկ եթե միլիոնից ավել եկավ, ուրեմն նա 30-35% էլ չի ստանա, իսկ եթե ժողովուրդը գա եւ 1.5 միլիոն մասնակցի, Նիկոլ Փաշինյանի խմբակը ընդամենը 20%-ից ավել չի ստանա։ Ես ժողովրդին կոչ եմ անում գալ, թեկուզ ոչ մեկին չընտրել։ Եթե նույնիսկ ընտրությունները չեղարկվեն, հնարավոր է նաև զգալով, որ ինքը չի վերընտրվելու, կարող է պատահել նաև դա արվի։ Օրինակի համար անցյալ ընտրություններին 50,000
մոտ ինչքան հիշում եմ թիվը 50,000 անվավեր էր, թող 300,000 անվավեր լինի, որովհետև սիրելի ժողովուրդ, մեկը միշտ իմացեք, բոլոր այն մարդիկ, ովքեր տալու են այն կուսակցություններին, որոնք չեն անցնելու, դա փոշիացվելու է եւ գումարվելու է Հասկանալի։ այստեղ մի պարզ թվաբանություն անենք նախորդ ընտրություններից, որ ժողովուրդը պատկերացնի։ Անցյալ ընտրության ԿՊ-ն ստացավ 54%։ Օրենքով ինքը 107 падգամավորի մեջ պետք է ունենար ընդամենը 58 падգամավոր, բայց ինքը ունեցավ 71։ Ինչու՞։ Հենց այդ 1%, 1.2%, կես%, այդ մարդիկ, ովքեր չէին տվել ոչ ԿՊ-ին, ոչ էլ Հայաստան դաշինքին ու ՊՈՒ-ին, չէ, փոշիացվեց եւ գնաց ԿՊ-ին 13 ձայն բերեց։ Հիմա նույնն է լինելու։ Իրենք փորձում են ապաճայի մեջ գցել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը չկոնխորոշվի, իրենք ցանկանում են քաղաքական դաշտ թույլ չտալ նոր ուժերի մուտք, եթե պետք լինի որոշ ուժերի նաև կարող են պատճառ բռնել ու չգրանցել, ասվել է դրա մասին որոշ քաղաքական գործիչների կողմից, օրինակ պարոն Մարուկյանը շատ հետաքրքիր է խոսում եւ բացատրում է դա։ Բայց Նիկոլ Փաշինյանը հերքեց, լրագրողներից մեկը նման հարցրեց, ասեց ինչով պետք է մենք խոչընդոտենք։ Ինչով, հենց նրանով ինչ որ ասվում է։ Քրեական գործերով։ Գիտեք ինչ կա։ Նորից եմ ասում, քաղաքական դաշտում ստեղծվել է մի վիճակ, երբ իրենց հաղթանակը միայն հետևյալն է՝ թույլ չտալ նոր ուժեր, որպեսզի ասեն, այսօր ինչ է կատարվում ազգային ժողովում, նույն դա է։ Ես մի բան ասեմ, մի երկու անգամ ես բարձրաձայնել եմ նաև այտենց մարդկանց մոտ ասել եմ, օրինակի համար, եթե այսօր քաղաքական դաշտում, այսինքն ազգային ժողովում, երկու կողմից են բեսեդկի խոսակցությունները հանեք, դու ես ասել, դու ես արել, դու ես արել, դու ես արել, չէ, ապա նրանց խոսույթի մեջ ոչ մի լուրջ քննարկում որևէ թեմայի շուրջը չի մնա, այսինքն ամբողջ ժամանակ ժողովրդի ուղեղը ծամում են դրանով, իրար վրա ցեխ շպրտել գործակալներ են, մեկը ռուսական կողմի, մյուսը թուրքական կողմի, ամբողջ ժամանակ միայն դա է, իրար մեղադրանք ներկայացնել, որովհետև այս կողմից իսկապես բոլորը մեղադրանքներ ունեն իրենց վրա, որ կարող են թափ տալ, այն կողմից էլ արդեն էլի ունեն, նրանք էլ ասում են դուք էլ սենց եք արել, մեր առաջ կոռուպցիան շատ քիչ է կամ դուք եք արել, մի խոսքով այնպիսի շիլաշփոթ է։ Մեկը ականջ է կտրում, մյուսը ԿԳԲ-ի պատվալներն են։ Ես ուզում եմ, որ առաջիկա ընտրություններում շատ կներեք, ես կարող եմ խոսել, ինչու ես լիագումար նիստում այնտեղի չեմ խոսում, որտեվ ես ինչ չեմ կարող թույլ տալ, իմ ամրժե համակարգը թույլ չի տալիս, վեր կենալ ասել, գիտեք, Հայաստան դաշինքի ես ինչ ներկայացուցիչը, ես ինչ ժամանակ այսպիսի սրիկայություն է արել եւ այլն, արել է դրա համար իրավապահ մարմիններ կան։ Եթե արել է ինչու չի պատժվում։ Դուք այստեղ դա չպետք է քննարկեք։ Անցյալ օրը մենք քննարկում էինք հանրային հանձնաժողովի, չէ, ծառայությունների հանձնաժողովի Բարթու ԲԴԽ-ի դատավորի եւ այլնի տեխնացությունները։ Ոչ մեկը գրեթե 2 րոպե իր 10 րոպեանոց ելույթից իրական գործին չտվեց, բոլորը խոսում են, նորից եմ ասում, բեսեդկայի, դրա համար էլ ես չեմ խառնվում և չեմ խոսում, ինչ ուզում են թող ինձ ասեն, հիմա ինչ գրագրություն ուզում են բանել։ Բայց խոսալը ում է ձեռք տալիս, պարոն Ասլանյան։ Այդ խոսալը երկուսին ձեռք է տալիս, նրանք ասում են, ժողովուրդ, սա ենթագիտակցության մեջ է, տեսեք, եթե հանկարծ մեզ չընտրեք, ովքեր են գալու, այս նախկին լափողները, սրիկաները, գողերը, ավազակները, կոռուպցիոներները, նրանք էլ ասում են, ժողովուրդ, մեզ ընտրեք, որտև սրանք մեզանից ոչինչով չեն տարբերվում։ Մի դեպքում դառնում են գուբերնիա, մի դեպքում դառնում են վիլայետ, որն է հիմա լինելու լուծումը։ Ես կարծում եմ, որ իշխանությունից պետք է և նրանց զրկել, և նրան զրկել։ Պետք է ժողովուրդը հստակ
հստակ Ընտրությունները կլուծեն այդ հարցը։ Այո, ընտրությունները։ եթե ընտրություններում կան ուժեր, օրինակ կոալիցիոն կառավարություն ստեղծվի։ Տեսեք, մեր կուսակցության մեջ մենք դեռևս ԿՊ-ի ժամանակ էլ էինք առաջարկել, հիմա մենք մեր կուսակցության մեջ դա մտցրել ենք։ Օրինակ, ինչու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի տրվում ընդդիմությանը։ Ոնց կարող է պատահել իշխանությունը ինքն իրեն վերահսկի։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է լինի ընդդիմության Տան թալանչիներին, ինչպես Նիկոլ Փաշինյան, տան թալանչիներին, տան տվեք թալանչիներին, տվեք թալանչիներին եւ 5 հոգի է, 5-ից մեկը կամ երկուսը ձեր մարդուն մցրեք, որ վերահսկեն, որ նոր թալանչ անեն եւ երկուսը իրար դեմ կռվելով մեկը մեկին չթողի որ թալանան։ Հակասությունների պայքարի օրենքն է, հակասությունների պայքարի միասնությունը, իհարկե, եթե չենք շարժվում, կներեք, այո, շատ լավ ասեցիք փիլիսոփայությանը։ Փիլիսոփայությունը 3 հիմնական օրենքներ ունի, չէ, կատեգորիաները չեմ ասում, օրենքները, հակասությունների պայքարի միասնություն, բացասում եւ քանակի փոխարկումը որակի, բայց որակով քանակի փոխարկումը որակի, հասկանալի է։ Հիմա եթե հակասությունների պայքար չկա, բնական է, ես որպես պատմության մասնագետ միշտ ասել եմ, եթե իշխանությունը գտնվում է մեկ մարդու ձեռքին, եթե իշխանությունը գտնվում է մեր խմբակցության ձեռքին կամ մեկ կուսակցության ձեռքին, ի վերջո այդ իշխանությունը այլանդակվում է։ Մենք զանգեր ունենք, զանգերը լինելու դեպքում հարկելի հեռուստադիտողներ այս պահին չեմ տեսնում, բայց շատ հեռուստադիտողներ ուզում են ձեզ հարցեր ուղղել։ Պարոն Աստանյան, այն որ ներկայիս պահը բավականին եւ ներքաղաքական, օրինակ դուք գնացել եք պատարագին հոկտեմբերի 26-ին, հարկ համարել եք, անկախ նրանից դա Նիկոլ Փաշինյանի կոչն էր, թե ոչ, ամեն դեպքում կարգալույծ էր արվել մի քահանա, որը ըմբոստանում էր, տեսեք, նա էլ ըմբոստացավ։ Լսեք, ես չգիտեմ ոնց պատասխանեմ։ Ընդ որում շատ մարզերից էին եկել։ Դուք այդ հարցով։ Ես չեմ նեղացնում ձեզ, պարզապես դուք համարում եք, որ պետք է գնահատվեք եւ այդ Նախ եւ առաջ առնվազը դա հակասահմանադրական է եւ հակաօրինական է նույնիսկ վարչապետի կողմից նրա նույնիսկ վարչապետի կողմից գիտեք ինչու որովհետեւ եթե Ստեփան Ասատրյան չէ եթե Ստեփան Ասատրյան եթե Ստեփան Ասատրյանին կարգալույծ է արել հոգևոր համար առաջին մարդը ոչ ոք իրավունք չունի ասելու որ նրա հրամանին իրավունք չունի ենթարկվելու այսինքն բայց իրավիճակը բերեմ այսպես ենթադրենք թե Նիկոլ Փաշինյանը մի որևէ նախարարի աշխատանքից հեռացնում է այդ նախարարը հավաքի իր կողմնակիցներին գասի ես չեմ ենթարկվում օրենքին, ես մեկա նախարար եմ։ Բայց երբեմն աշխատողին, երբ որ աշխատանքից ազատում են, նա կարող է, չէ, չհամաձայնվել։ Հրամանին չենթարկվել։ Հրամանին չէ, այո։ Միայն մի դեպքում, եթե մարդը դիմում է իրավապահ մարմիններին եւ փորձում է վերականգնել իր իրավունքները։ Այսինքն զուտ այդպես քաղաքակիրթ է։ Միայն այդ դեպքում տվյալ անձնավորությունը ինքը իրավունք չունի սահմանադրորեն չենթարկվելու ինքը կարգալույծ է կարգալույծ եղած հիմա պատկերացրեք ես ուսուցիչ եմ ինձ աշխատանքից հեռացրել են դպրոցից ես ասեմ չէ հեռացրել եք չեք հեռացրել ես գալիս եմ որպեսզի նորից դասավանդեմ չէ կա կարգ կա կանոն կա սահմանում ինձ աշխատանքից հանել են ուրեմն ես իրավունք չունեմ այլևս դրանով զբաղվելու ես կարող եմ բողոքել ես կարող եմ գնալ նախարարություն իրավապահ մարմիններ ասել ես լավ մասնագետ եմ թե վատ մասնագետ եմ եկեք ստուգեք եւ այլն հասկացաք նույնն էլ նա պետք է աներ ինքը իրավունք չունի դա ամենամեծ իրավական սահմանադրական եւ մնացած բոլոր բաներով սուտ է սխալ է եւ նրանք ովքեր վազեվազ գնացել են հաջորդ շաբաթել են գնալու սրա մեջ ինչ եք դուք տեսնում սա արդյոք հրահրում է ինչ որտեղ միայն հրահրում է
Նույնիսկ լրագրողների հանդեպ եղան կոպիտ վերաբերմունքներ, եկեղեցու ներսից մարդուն հանում են։ Իհարկե, նորից եմ ասում, դա հակասահմանադրական Բայց է։ Նիկոլ Փաշինյանը ինչին է պետք հրահրումը։ Ընդ որում Նա ուզում է պարակտել այն ուժը, որը այսօր մեծ հեղինակություն ունի երկրում։ Դա եկեղեցին է։ ռուսական ազդեցության տակ գտնվող եկեղեցին, ինչպես ասում է Նիկոլ Ռուսական Փաշինյանը։ ազդեցության տակ կլինի, թե թուրքական ազդեցության տակ կլինի, եկեղեցին, տեսեք, իրականում այստեղ մի խապկանք էլ կա, փորձելով պայքարել Գարեգին երկրորդի դեմ, չէ, այսինքն փորձելով պայքարել եկեղեցականների դեմ, եկեղեցականների, նա պայքարը տարել է եկեղեցու դեմ դա, եկեղեցու դեմ, այսինքն ինքը գուցե չի ցանկացել, թե չգիտեմ ինչ նպատակ ունի, բայց նրա գործառույթը բերել է ոչ թե եկեղեցականների դեմ, օրինակ եթե եկեղեցականների դեմ լիներ, եկեղեցու դեմ չլներ, ես կարող եմ ասել դա իր գործն է։ Այսինքն պարակտում է եկեղեցին, Այո, ես նախորդ եկեղեցականներին ավելի։ ժամանակ ասել եմ, եկեղեցին պարակտելու նպատակ ունի, որովհետև եթե Գարեգին երկրորդին իրենք ասած կարգալուց անեն, նոր, իսկ որտեղ է, ասենք, այն համոզմունքը, որ եթե նրանք կարգալուց արեցին, դրանից հետո իրենց նշանակած, ոչ թե ընտրված, նշանակած նոր կաթողիկոսին բոլորը կընդունեն այնպես, ինչպես պետք է։ Իսկ կա մեկը, որին պետք է նրանք նշանակեն։ Ես դա չգիտեմ, բայց ես գիտեմ մի բան, որ նորից եմ ասում, ամենակարևորը, որ ժողովուրդը գիտակցի, որ եկեղեցականի դեմ պայքարը ինքը գնացը տարել է եկեղեցու դեմ պայքարին, որովհետև եկեղեցականի դեմ պայքարը շղարշ է վերևի, ներսում նրա նպատակը եկեղեցին պարակտելն է։ Եվ մենք դրան ականատես կլինենք, պարոն Աստանյան։ Ես կարծում եմ մեր ժողովուրդը այնքան խելամիտ կլինի, որ գոնե մինչև հունիսի 7 կձգվի, իսկ դրանից հետո այլևս նա իրավունք չի ունենա անելու իր հակասահմանադրական, հակապետական, այն ինչ անում է Փաշինյանն այսօր, հակասահմանադրական է, հակապետական է, հայրենասիրական է, հակակրթական է, ամեն ինչը հակա է։ Եվ մեկ րոպե ժամանակ ունենք, հարցս հետևյալն է. պատահական չէր ընտրված հոկտեմբերի 26-ը, նկատի ունենալով, որ հաջորդ օր հոկտեմբերի 27-ն էր։ Գիտեք, ես դրա համար գուցե ճիշտ էր, գուցե Որոնք կաթողիկոսի վերընտրման օրվա հետ կապ։ Ես դրա հետ չեմ կապել։ Պարոն Աստանյան, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, ես ասեմ, որ հեռախոսազանգեր ունենք, բայց արդեն նոր եմ տեսնում եւ չենք հասցնի պատասխանել, այնպես որ հուսամ, որ մեկ անգամ կամ մի քանի անգամ կլինեք մեր եթերում, հարկ լինելու դեպքում կլսենք ձեր զրույցները, կամ ես մեր հեռուստադիտողներին նշեմ, որ մենք դուրս ենք գալիս ABC-ից, քանի որ զանգերը բավականին շատ են, բայց շարունակում ենք մեր հաղորդումը Patreon-ում եւ YouTube-ում, եւ ես հեռախոսազանգերը վերցնեմ, մի քանիսը փորձենք լսել։ Հարգելի հայրենակից, դուք եթերում եք։ Այո, միշտ օքեյ, շնորհակալ եմ, ձերուրը երկու հատ ճիշտ բան ասեց, որ առաջինը կրթությունն է, բայց երկրորդ դաստիարակությունը ոչ մեկը չի ասել, այդ դաստիարակությունը շատ կարևոր է, որի մեջ էլ ասեմ, որ պետք է հայրենիքը սիրել։ Շնորհակալ ենք։ Երկրորդ հարցն էլ չէ, այդ հարց չի։ Երկրորդն է, որ ճիշտ ասել, դա ընտրությունների վերաբերյալ է, որ այն մարդիկ, որ բանցը շանս ունեն, որ ընդրեն վարչապետ կամ նախագահ, հիմա վարչապետ են ընդրում։ Իզուր իրեն զայները չկորցնեն այդ մի 10-20 հազար դրամի համար, որ երկու շաբաթվա կամ մի… Լավ, շնորհակալ ենք։ Փաստորեն ձեր հետ համամիտ են, այնպես որ ընդ որում քաղաքագետ եւ ամեն դեպքում կուսակցության նախագահ, այսպես Լևոն Շիրինյանն ասում է, որ ընտրություններին չգնալու դեպքում պետք է սահմանվի մի օրենք, որ մարդիկ պետք է տուգանվեն։ Միջև գրպանին չհարվածես, նա չի հասկանա, որ սա
Սա ոչ թե պարտադրանքի համար է ասվում։ Հա, բայց դա հակասահմանադրական Դա է։ հակասահմանադրական, գուցե պետք է փոխել մոտեցումը։ Ոչ։ Մարդուն ստիպել։ Ոչ, հակասահմանադրական է եւ վերջ։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Պարզապես ուժերը պետք է այնպեսին լինեն, որ մարդը ցանկություն ունենա։ Պետք է մարդուն հասունացնել։ Պետք է մարդը դաստիարակել եւ կրթել։ Դաստիարակել եւ կրթել։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Ասլանյան, կհանդիպենք, երբ կհանդիպենք այսպես, երբ անհրաժեշտություն է, իհարկե անհրաժեշտությունը շատ կա, բայց հաշվի առնելով նաև ձեր ծանրաբեռնվածությունը, մենք էլ փորձում ենք հնարավորինս այս շփումը կազմակերպել, կհանդիպենք հաջորդ անգամ գուցե ինչ որ դրական տեղաշարժեր կունենան կամ գուցե այս եկեղեցի հասարակություն, իշխանություն, այս հակասությունը կլուծվի, ընդ որում արդեն ծորեն է գալիս Ադրբեջանի տարածքով, մենք նոր այսպես գործընթացներ ունենք, կարծում եմ դրանց կհասցնենք անդրադառնալ, մի փոքր թող Ես զարգանա։ կուզենայի դրան էլ պատասխանել։ Ասեք։ Ընդունում եք, ինչ կա։ Բոլոլա դարձնել թե ծորեն է գալիս, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Օրինակ, ես հարց եմ տալիս։ Ինչ որակի ծորեն է գալիս։ Կամով պետք է անվտանգություն։ Ինչպես է գալիս։ Ինչու հանկարծ հիմա սկսեց գալ։ Ումն է դա ձեռնտու։ Օրինակի համար գուցե Արավանը Փաշինյանը Տոկաևին խնդրել է, Ալիևն էլ ասել է ուրեմն ավելի շուտ Տոկաև Ալիևին ասել է Ալիև, իմացիր, ուրեմն իմ անորակ ծորեկը ենթադրենք, ես չեմ ասում անպայման անորակ է, բայց իմ ծորենը գնալու է Հայաստան։ Այսինքն նկատում եք ինչ որ գործընթաց է, որի մասին իհարկե ինչ որ պայմանավորվածություն կա։ 3 գերակո պայմանավորվածություն, այսինքն Տոկաևը, որովհետև ինչու հենց հիմա հանկարծ էնել ծորեն եւ այլն, հասկացաք, չէ՞։ Այսինքն նախ թող գա տեղ հասնի, մի հատ տեսնենք ինչ որակի է, ոնց է եկել, որ ճանապարհով է եկել։ Գիտեք ինչ կա, ԿՊ-ն մի որևէ բան ինքը ԿՊ-ին գցում է եւ ԿՊ-ի այսպես ասած լոզունգավորները, չէ՞, անմիջապես օդից բռնում են ու սկսում են այնպիսի Լարսից ազատագրվում է ծորենը։ Այո, ավելի էժան կլինի։ Այո, կարող է փչացած ծորենա, կարող է։ Ես չեմ ասում, կարող է եւ լավն է, բայց լսեք, թող նախ լինի, հետո խաղաղություն եք ասում, թող մի 2 տարի խաղաղություն լիներ, հետո նոր ասեիք, որ մենք խաղաղություն ենք բերել, եւ այդ խաղաղությունը հիմնավոր լինի։ Գուցե այդ խաղաղությունը նրա համար է, որ Փաշինյան դու վերընտրվես, վաղը միսօր Տիգրանաշենը տաս, վաղը միսօր ուրիշ տարածքներ տաս, ես չգիտեմ, ես չեմ վստահում արդեն քեզ, ես անձամբ Հակոբ Ասլանյանը չեմ վստահում քեզ, որովհետև դու անձամբ դու էլ ինձ ես խաբել, ինչ է նշանակում կրթության մարդուն փորձել հասկացնել, թե կրթությունը նորաձև է, կրթությունը նորաձև չի լինում սիրելիներս, կրթությունը լինում է հիմնավոր, կրթությունը նախ եւ առաջ հոգեբանություն է, կրթությունը նորաձև է, շարժումը սկսվեց դրա համար, որ Տիկին Աննան որոշակի մարդկանց հետ նոր ծանոթություններ հաստատի, որպեսզի իր էլեկտորատը շատացնի։ Հետևենք զարգացումներին, պարոն Ասլանյան, մեր ժամանակ ավարտվեց, թեմայից թեմա կարող ենք անցնել եւ շատ այսօր խոսել։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ մեր տաղավարում, մեր հեռուստադիտողների համար այս վերլուծությունը կատարելու համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։ Ես էլ եմ շնորհակալ։